կարծում եմ, որ նախ եւ առաջ, ինչքան էլ գուցե տարօրինակ հնչի, այ կարևոր է այսպես միասին հավաքվելը, որովհետեւ միասին գործանելու համար թիմի զգացողությունը եւ պատկանելության զգացողությունը շատ կարևոր մի բան է։ Ես առնվազն չեմ հիշում վերջին անգամ երբեի այսքան պետական մարմինների աշխատողներ միասին տեսել մի վայրում հավաքված, որը նաև ցույց է տալիս, թե ինչ մասշտաբի աշխատանք է արվում ամեն օր, հաճախ աննկատ։ Իսկ երբ որ աշխատանքը աննկատ է, որտեղ դա կարծես նաև առօրեականության մաս է, այդտեղ շատ հեշտ է ունենալ անբավարարվածության զգացողություն, որտեղ կարծես անում ես մի բան, որը ոչ ոք չի նկատում։ Այ երբ դադար ես անել, բոլորը կնկատեն, որ այդ աշխատանքը չի արվում այլևս, եւ այստեղ կարծում եմ իսկապես կարեւոր է այդ մոտիվացիան եւ արդյունքի հետ կապը տեսնելը, ու սա շատ բարդ է։ Պատկերացրեք մարդ, որը առավոտյան մտնում է աշխատասենյակ, գործ է ունենում միայն թղթերի հետ եւ ինքը պետք է հիշի, որ այդ թղթերի հետևում մարդիկ են։ Ու երբ որ դու անում ես այդ աշխատանքը ամեն օր, այդ զգացողությունը ու այդ կապը կորցնելը շատ հեշտ է։ Իրականության հետ կապը չկորցնելը պետական համակարգի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, ու դրա համար է նաև, որ նորարարությունը խթանելու ձևեր պիտի ունենանք։ Ես մի փոքր օրինակ պատմեմ իմ փորձից։ Այս տարվա մարտից առանձին ընդունելության ժամեր սահմանեցինք միայն ուսանողների եւ աշակերտների համար։ Այսինքն այդ օրը այդ ժամերին կարող են գրանցվել, գալ առանց որևէ նույնիսկ նախնական ասելու, թե ինչ հարցով են ուզում գալ։ Այն տեղեկատվությունը, որ այդ հանդիպումների ժամանակ ինձ փոխանցվում է, ես ոչ մի զեկուցումից, ոչ մի տեղեկանքից, ոչ մի օղակից չեմ ստանում, բայց դրանք հարցեր են, որոնք կարևոր են։ Ու շատ հնարավոր է, որ մեզ թվա, որ մենք ամեն ինչ պատկերացնում ենք եւ զբաղվում ենք բոլոր հարցերով, որ կան, բայց իրականում այդ տեղեկատվության ստացման, շփման, հաղորդակցության խողովակներն է, որ մեզ հնարավորություն են տալիս այդ իրականության հետ կապը չկորցնել։ Ու ես կարծում եմ շատ կարևոր է, որ պետական մարմինների աշխատակիցները պարբերաբար լինեն տեղերում, զբաղվում են հանրակրթությունով, լինեն դպրոցներում, զբաղվում են մեկ այլ ոլորտով, լինեն այն վերջնական շահառու վայրերում, որտեղ կարող են տեսնել իրենց յուրաքանչյուր գրած թուղթը, ինչ արդյունք ունեցավ։ Ու ինձ թվում է, որ այս մեթոդների ու գործիքների գտնելը եւ դրանք մեր համակարգի մաս դարձնելը պիտի նաեւ օգնի այդ մոտիվացիան ձևավորել։